Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 15-ը վիրավորվել։ Ավտոբուսը շրջվել է Բուշեր նահանգի Ասալուե կանգան մայրուղում, հայտնել է Իրանի Կարմիր մահիկը։ Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վթարի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն նախնական տվյալներով պատճառը եղել է ավտոբուսի անսարքությունը։ Վարորդը կորցրել է կառավարումն ու կողաշրջվել։ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ օդում բախվել եւ պայթել են Gunfighter Skies ավիաշոուի ժամանակ։ Mountain Home ռազմաօդային բազայում հայտնել են ԶԼՄ-ները։ Ինքնաթիռում գտնվող 4 մարդ կատապուլտացվել է, նրանց վիճակի մասին հստակ տեղեկություն չկա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի նախագահ Սի Ցինպինը հաստատել են Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության միջուկազերծման ընդհանուր նպատակը։ Հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։ Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդները համաձայնել են, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, ինչպես նաեւ կոչ են արել ապահովել նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում։ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է կարգավորման նոր 5 կետից բաղկացած ծրագիր, փոխանցել է իրանական ֆարս գործակալությունը։ Այն իրենից ենթադրում է ԱՄՆ-ի որևէ տեսակի փոխհատուցումների կամ վնասների վճարումների հրաժարում, Իրանից 400 կիլոգրամ ուրանի դուրսբերում եւ փոխանցում ԱՄՆ-ին, Իրանում միջուկային օբյեկտներից միայն մեկի գործունեության շարունակություն, իրանական սառեցված ակտիվների անգամ 25%-ի ապասառեցումից հրաժարում։ Ռազմական գործողությունների դադարեցումը ամբողջությամբ կախված կլինի բանակցությունների ավարտից։ ԱՄՆ նոր պահանջների վերաբերյալ պաշտոնական Թեհրանը դեռ պատասխան հայտարարություն չի տարածել, բայց երկրի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկրների միջև բանակցային գործընթացին վերջ է դրել ԱՄՆ իշխանությունը, որդեգրելով Գեբելսի հռետորաբանություն։ ԱՄՆ եւ Իսրայելի ռազմական ագրեսիան կործանել է դիվանագիտական գործընթացները եւ վտանգել էներգետիկ երթուղիները, որպեսզի հետո Իրանին մեղադրեն ապակայունացման համար, կյանքի կոչելով Գեբելսի սկզբունքը՝ մեղադրիր ուրիշներին այն բանում, ինչ ինքդ ես անում, գրել է նա։ Իրանը հաղթող կողմ է եւ նաեւ որոշում ապագա հակամարտության կարգավորման պայմանները, հայտարարել է իրանցի խորհրդարանական Մոհամմեդ Սալեհը։ Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի ղեկավարը Մեհր լրատվական գործակալության հետ հարցազրույցում ընդգծել է, որ 10 կետանոց ծրագիրը կարմիր գիծ է Իսլամական Հանրապետության համար։ Պայմանները թելադրում է մարտադաշտում հաղթած երկիրը, այլ ոչ թե ձախողած, իր նպատակներին չհասած եւ միայն ավերածություններ բերած երկիրը։ Հետեւաբար ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները, ասել է Սալեհը։ Հնդկաստանի մեկ քաղաքացի զոհվել է, 3-ը վիրավորվել Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով, հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի դեսպանատունը։ Դիվանագետներն այցելել են դեպքի վայր, հիվանդանոցում հանդիպել վիրավոր աշխատողների հետ։ Դեսպանատունը ցավակցություն է հայտնում զոհերի մահվան կապակցությամբ եւ համագործակցում է ընկերության ղեկավարության եւ տեղական իշխանությունների հետ աշխատողներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, ասվում է դեսպանատան հայտարարությունում։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 3 մարդ զոհվել է, 12-ը վիրավորվել Մոսկվայի եւ մեր Մոսկվայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։ Հայտնել էին նաեւ, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 556 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այսօր անհայտ անօդաչու թռչող սարք է ներխուժել Լատվիայի օդային տարածք, հայտնել է Լատվիայի զինված ուժերը։ Միջադեպի պատճառով օդ են բարձրացել ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության ուժերի կորսանիչները։ Իտալիայի Մոդենա քաղաքում մեքենան 100 կմ/ժ արագությամբ վրայի երթի է ենթարկել մի քանի մարդու, վիրավորվել է 7 մարդ, որոնցից 4-ի վիճակը ծանր է։ Մեկ կին ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ, մյուսը կորցրել 2 ոտքերը։ Վարորդը փորձել է փախչել, սակայն նրան կանգնեցրել են անցորդները։ Քննության տվյալներով Սալմ Կուդրին գործել է դիտավորյալ։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ նա 2022 թվականից գտնվել է հսկողության տակ հոգեկան խնդիրների, այդ թվում շիզոֆրենիայի պատճառով։ Իտալական իշխանությունները դեպքը դեռ չեն որակել որպես ահաբեկչություն, իսկ երկրի վարչապետ Ջորջա Մելոնին հայտնել է, որ հետևում է հետաքննությանը։ Իսպանիայի Վալենսիայի հանրակրթական դպրոցների ուսուցիչները անժամկետ գործադուլ են իրականացնում, բողոքելով գերծանրաբեռնված դասարաններից, աշխատավարձներից եւ աշխատանքային պայմաններից։ Մեծաթիվ ծնողներ սակայն կանգնել են ուսուցիչների կողքին, պահանջելով իշխանություններից ուշադրություն դարձնել չափազանց կարևոր խնդրին։
Ուսուցիչները պահանջում են նվազեցնել անմարդկային աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները, նշելով, որ աշակերտներն իրենց պահում են անհարգալից եւ աշակերտին ոչ վայել։ Դրան զուգահեռ աշխատավարձները չեն բարձրացվել դեռևս 2010 թվականից։ Լրացուցիչ պահանջները ներառում են 2024 թվականի դանաջր հեղեղից հետո դպրոցների վերականգնման արագացում, անձնակազմի համալրում եւ վալենսիերենի խթանում։ Նշենք, որ Վալենսիան ինքնավար համայնք է Իսպանիայի թագավորությունում, չնայած այնտեղ հիմնական լեզուն իսպաներենն է, տեղացիները շարունակում են առօրյայում խոսել վալենսիերեն, ինչը երբեմն խնդիր է դառնում հաղորդակցման համար։ Yesterday, I spoke to you about the situation in the Gulf. Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իր մտերիմներին տեղեկացրել է հրաժարական տալու մտադրության մասին, հաղորդել է Daily Mail պարբերականը հղումանելով իր աղբյուրներին։ Նա հասկանում է, որ ներքին քաոսն անկայուն է, պարզապես ցանկանում է դա անել արժանապատվորեն եւ իր ձևով։ Նա կկազմի ժամանակացույց, թերթը մեջ բերել է աղբյուրին։ Սթարմերի հնարավոր հրաժարականի հայտարարության ամսաթիվը մնում է անհայտ, քանի որ նրա ավագ գործընկերները կոչ են անում սպասել մեծ Մանչեսթերի Մեյքերֆիլդ ընտրատարածքում առաջին հարցումների արդյունքներին եւ ձայների հաշվարկին։ Սթարմերի հրաժարականի մասին այս սկանդալային տեղեկությունը տարածվել է երկրում միանգամից երկու բողոքի ակցիաների եւ ներքաղաքական լարվածության ֆոնին։ Օրերս հրաժարականի դիմում էր ներկայացրել Սթարմերի գրասենյակի ազդեցիկ նախարարներից մեկը՝ Ջես Ֆիլիպսը։ Նրա օրինակին էին հետևել եւս 4 նախարարներ։ Բողոքի ցույցեր են նաև Լոնդոնում, հազարավոր մարդիկ միանգամից երկու բողոքի ակցիա են իրականացնում։ Տասնյակ հազարավոր մարդիկ երթով շարժվել են Լոնդոնի կենտրոնով տանելով Սուրբ Գեորգիի եւ Union Jack-ի խաչով դրոշներ, ինչպես նաև փայտե խաչեր, որպես Թոմի Ռոբինսոնի կազմակերպած ազգայնական հակամիգրացիոն հանրահավաքի մաս։ Բողոքի ցույցերը սկսվել են դեռ 3, բրիտանական ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրել է լայնածավալ անվտանգության գործողություն, փողոցներում տեղակայելով շուրջ 4000 ոստիկան, ինչպես նաև կիրառելով դրոններ, ուղղաթիռներ եւ հեծյալ ուժեր հնարավոր բախումները կանխելու համար։ Չնայած այս ամենին վերջին տվյալներով ձերբակալվել է 43 մարդ։ Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ բերման ենթարկվածների մի մասը կասկածվում է հասարակական կարգը խախտելու, բռնության կոչերի եւ ատելության խոսքի տարածման համար։ Երկու ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 80,000 մարդ։ Ակցիաներից մեկն անցեկացվում աջակողմյան ակտիվիստ Թոմի Ռոբինսոնի գլխավորությամբ, որը դեմ է իշխանությունների միգրացիոն քաղաքականությանը։ Մյուսը կազմակերպվել է ի պաշտպանություն Պաղեստինի եւ ցուցարարները պահանջում են կրակի դադարեցում Գազայում։ 3 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը քննադատել էր հավաքվածներին, մեղադրելով դեմոնստրանտներին ատելություն եւ պառակտում սերմանելու համար։